այլ ուղղակի պարը ես ընկալում եմ, ազգային պարը ընկալում եմ մեր ազգային ինքնության հիմքերից մեկը, արտահայտման ձևերից մեկը, եւ ես որպես հայ ազգի ներկայացուցիչ, որպես իմ ազգը հարգող մարդ, ես փորձում եմ յուրացնել այդ պարը, ազգային պարը եւ նաեւ ցույց տալ, օրինակ ծառայել, որ պետք է բոլոր հայերը այդ պարերը պարեն։ Պատերազմի ժամանակ կորցրեցի հայրիկ, բայց հոգեբանական առումով 4 տարեկան երեխան ինչ պետք է զգա, երբ իր հայրիկը գնում է, բնականաբար շատ քիչ բան է հասկանում, որ հայրիկը այլևս չի գալու, եւ միայն հետագա տարիներին հասունացմանը զուգահեռ ես ավելի խորությամբ հասկացա, թե ինչ եմ կորցրել, ում եմ կորցրել, եւ դա ինչ նշանակություն ունի ինձ համար, եւ դա որքանով կարող է պայմանավորել իմ վարկը, իմ բնավորությունը, իմ հետագա զարգացումը եւ աշխատանքը։ Ես տեսողությունս կորցրեցի 95 թվականին, հիշում եմ, որ ապրիլի 7-ն էր եւ հիշում եմ, որ ֆիլմ էինք դիտում տանը եղբայրներով ու հետո ընկերս ինձ կանչեց, ասեց իջիր բակ խաղանք, ինչ որ բան ենք գտել, տեսնենք ինչ է եւ այլն։ Ես իջա ու գնացի այդտեղ, այսինքն բակում գտնվող հավաբունը, ընկերոջս հավաբունը, իրենց հավաբունը, որտեղ դրված էր ականը, որը իրեն գտել են, ընկերս մուրճով խփել է ականին, ու ականը պայթել է։ Միանգամից ես կորցրել եմ տեսողությունս եւ գիտակցությունս ականի պայթյունի հետևանքով։ Դրանից հետո մի քանի օր, 15-20 օր չեմ հիշում, ինչպես ասեցի։ Ու դրանից հետո արդեն հիվանդանոցում եմ հիշում, արդեն ցավերի մեջ, բնականաբար տեսողություն արդեն չունեմ, բայց այն ժամանակ ով էր մտածում տեսողության մասին կամ այսինքն ընդհանուր առմամբ ցավերի մասին պետք է մտածես ով։ Կարող եմ ասել մի քանի ամիս հետո ինձ համար լուրջ խնդիր չկար, այսինքն ականի պայթյունից այդ դեպքից 4 ամիս հետո, 5 ամիս հետո արդեն ես դպրոց էի այցելում հաճախում, բնականաբար դպրոցն էլ իր առանձին շոկային պայմանները ուներ, քանի որ նոր միջավայրը, հատկապես ամենամեծ շոկային էր, որ ընտանիքից հեռու ես, այդ աստիճանի անկախություն ես շատ արագ ձեռք եմ բերել, որը նույն իմ ընկերները, ովքեր իմ պայմաններում էին գտնվում, այսինքն չտեսնող էին եւ մոտավոր ինձ հետ հավասար կորցրել են տեսողությունը կամ նույնիսկ ինձնից առաջ ավելի երկար ժամանակ են չտեսնող եղել, նույնիսկ իրենք այդքան անկախություն դժվար ձեռք բերած լինել, այսինքն անհատական ֆակտորներ, գործոններ այստեղ կա, որ ես կարողացա իմ բնավորության հաշվին, իմ ընտանիքի ուսուցիչների աջակցության հաշվին հաղթահարել։ Ես միշտ ձգտում էի կրթության ու արդեն 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարաններում բավականին շատ գիրք էի ընթերցում։ Oui, Pénécha. Non. Bah, d'être très trop bien. John Arthur, de Canada. Հավուժն կսկադրին, իսկ ամուր։ Բակախով։ Մասնագիտությանս ընտրությունը երևի վերջնականon եմ, որ որոշեցի պետք է գնամ քաղաքագիտություն սովորեմ, դա եղել է 8-րդ, 9-րդ դասարանում, կարծեմ 8-րդ։ Երբ գնացի համալսարանում փաստաթղթերս հանձնելու, այդ ժամանակ ուսանողը հնարավորություն ուներ 4 տարբերակ ընտրելու, 4 բաժին, 4 ֆակուլտետ, որ եթե ընդունելության քննություններով կտրվում է մի ֆակուլտետից, մի բաժնից, անցնի մյուս ֆակուլտետը։ Եվ ես նշեցի միայն մեկը, ու ընդունող այդ փաստաթղթերը ընդունող հանձնաժողովի ղեկավարը զարմացել էր, ասում էր տղա ջան, դու կարող ես կտրվես եւ չանցնես այս մասնագիտությամբ, գոնե ընդունվես համալսարան։ Ես էլ ասացի չէ, ես քաղաքագիտություն եմ ուզում ու վերջ, ու ոչ մի տարբերակ չկա, ես ընդունվելու եմ այստեղ։ Եվ ես ընդունվեցի, սովորեցի։
Իհարկե դժվարություններ եղել են, եւ դժվարությունները այնքան շատ են եղել, ինչպես շատ քչերի մոտ է լինում։ Բայց ես ներկայացնում եմ ամեն ինչ հեշտ է եղել, քանի որ իմ ցանկությունը, իմ կամքը, իմ ձգտումը հասնելու դրան, իմ ցանկություններին, իմ նպատակներին, այնքան բարձր է եղել, որ գլխավոր դժվարությունը դրա պակասը պետք է լիներ։ 2003 թվականին, երբ ինչպես նշեցիք, մենք գիտենք, որ դու գիտես հեռուստախաղում Եշայեցի համակարգիչ, որքանով կարողանում եմ աջակցում եմ իմ գիտելիքներով, իմ հմտություններով, նաև խորհուրդներ եմ տալիս, թե ինչը ոնց կարելի է անել, որ չտեսնողները ավելի լավ կարողանան օգտվել համակարգչից, բայց այս պահին իմ գիտելիքները այն մակարդակի են, որ երբեմն նույնիսկ տեսնողներին եմ կարողանում օգնել, խորհուրդ եմ տալիս, որ այսինչ խնդրի լուծումը համակարգչի մեջ այսպես պետք է անել։ Հումորը իմ կյանքի, իմ կենսավոճի գլխավոր մեթոդներից մեկն է։ Հաճույքիս համար մեկ-մեկ հրապարակում կամ մարզադաշտում հեծանիվ եմ վարում, դա ինձ համար ուղղակի հաճույք է։ Մի անգամ մի մարդու խփեցի, շատ լուրջ չէ, հասցրեցի արգելակել, բայց ղեկը դիպավ այդ մարդուն եւ նա պատտվեց ու ասեց դեմդ նայի, ես ասացի քյոր եմ։ Ու դա էլ մյուս զավեշտալին էր, մի քիչ շոկային էր այդ մարդու համար։ Զգուշ Արտակ, մարդ կա, մի վարքյան։ Մասնավոր հումորը կիրառում եմ նաև իմ նկատմամբ իմ մասին ստերեոտիպեր ունեցող մարդկանց մոտ այդ ստերեոտիպերը ջարդելու ճանապարհին, այսինքն սև հումոր եմ կիրառում, երբեմն իմ հաշմանդամության հետ կապված հումոր եմ կիրառում, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինձ համար տաբուներ չկան։ Ինձ համար իմ հաշմանդամությունը ընդհանրապես տաբու չէ, կարող եմ ես դրա մասին խոսել։ Նպատակը կար, ցանկությունը ավելի շուտ կար մի քանի տարի առաջ, արդեն ծագել էր 2-3 տարի առաջ, երբ ես իմացա, որ հայերը կարողանում են բարձրանալ Արարատ, եւ աստիճանաբար սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես հնարավոր է, ինչպես կարելի է բարձրանալ։ Չէի ասի, որ դժվարությունները հաղթահարելի չէին, հաղթահարելի էին, քանի որ հաղթահարեցի, քանի որ այդ ցանկությունը ունեի եւ ես ի սկզբանե համոզված էի, որ հաղթահարվելու են, ինչի գնով ուզում է լինի, որքան ավելի դժվար լինի ինձ համար, որը էլի քիչ կարևոր չէ, նաեւ ցույց տվեցի մնացածին, հասարակությանը, իմ շրջապատին, որ ընդհանրապես հաշմանդամությունը կարևոր չէ նպատակներին հասնելու ճանապարհին, այլ ավելի կարևոր է առավել կարևոր է ձգտումը, ցանկությունը եւ այն տեսլականը, որի ուղղությամբ դու գիտես ինչպես շարժվել։ Ամենամեծ բանը, ամենամեծ արժեքը կորուստը, եթե ինձնից է կախված, այսինքն ես չեմ խոսում ծնողներիս կորուստ եւ այլն, այլ ինձնից կախված քայլերը, որ ես պետք է այդպես չանեի, դա ժամանակն է, այսինքն ժամանակի կորուստը։ Եթե ժամանակը կարողանաս հետ տալ եւ ավելի արդյունավետ օգտագործել այդ ժամանակը այն բաների համար, ինչի համար դու ցանկանում ես հասնել, ինչին դու ցանկանում ես հասնել եւ ինչի համար դու ապրում ես, բնականաբար ես կփոխեի այդ, այսինքն կփոխեի իմ ժամանակի օգտագործումը, բայց մյուս կողմից հետադարձ հայացքով ես տեսնում եմ, որ ես շատ ավելի արդյունավետ եմ իմ ժամանակը օգտագործել, քան շատ այլ մարդիկ, բայց դա ինձ չի փարատում։ Քանի որ եթե նրանք նախանձում են, ուրեմն խնդիրը իրենց մեջ է, այսինքն եթե ես կարողացել եմ դրան հասնել, իրենք էլ կարող են։ Եվ դա ընդհանրապես կապ չունի տեսնելու կամ չտեսնելու հետ։ Ուղղակի պետք է ցանկություն, պետք է համապատասխան ճկունություն, համապատասխան
որոշակի հմտություններ եւ իհարկե կհասնենք։